Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է նոյեմբերի 18-ից 19 Հայաստան կատարած այցը, բանակցությունները որակել ինտենսիվ եւ բովանդակալից։ Շնորհակալ եմ փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ այլ պաշտոնատար անձանց Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի Հայաստան-Թուրքիա կարգավորման, տարածաշրջանային համագործակցության կապուղիների եւ հումանիտար հարցերի վերաբերյալ կարծիքների խորը փոխանակման համար։ Գրոնոն վերահաստատել է Եվրամիությունն աջակցում հայ եւ ադրբեջանցի գործընկերներին լիարժեք խաղաղության եւ տարածաշրջանային հաջողությունների ճանապարհին։ Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներն Անկարայում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու հեռանկարները։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով Ռեջեփ Էրդողանի հետ անդրադարձել են պաշտպանության ոլորտում հետագա գործակցությանը, պատերազմի հուսալի եւ արժանապատիվ ավարտի ուղիներին։ Մենք եւ Թուրքիան դա նույն կերպ ենք տեսնում, խաղաղությունն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, նշել է Ուկրաինայի նախագահը, հավելելով. Կարևոր է Անկարայի ակտիվ ներգրավվածությունը կամեցողների կոալիցիայում, հատկապես դրա ռազմածովային բաղադրիչում։ Զելենսկին նաեւ հայտնել է, որ Էրդողանը քննարկումների տարբեր ձևաչափեր է առաջարկել, որոնց Կիևն աջակցում է։ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարող են մոտեցնել հրադադարը եւ խաղաղության համար ճանապարհ հարթել։ Նա կարևորել է Ստամբուլյան բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։ ԱՄՆ վարչակազմը մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկներ հաշվի առնելով Մոսկվայի եւ Կիևի դիրքորոշումները, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Տևական խաղաղության հասնելու համար երկու կողմերն էլ պետք է համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների, հավելել է Ռուբիոն։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ իրենց աղբյուրներին հղումով հաղորդում են, որ ԱՄՆ-ն մշակում է հակամարտության կարգավորման նոր ծրագիր եւ դրա շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի հետ։ Ըստ Էքսիոսի, այդ ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջան Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային եւ Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց։ Financial Times-ը գրում է, որ այն նախատեսում է նաեւ ռուսաց լեզվին Ուկրաինայում պաշտոնական կարգավիճակի տրամադրում եւ օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք։ The Wall Street Journal-ն էլ նշում է, որ Վաշինգտոնը ի թիվս այլ զիջումների Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադառնալով թեմային նշել է. Ալյասկայում քննարկումներից բացի որևէ նոր զարգացում չկա։ Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարները քննարկում են խաղաղությունն Ուկրաինայում։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի արդյունավետության համար հարկավոր է Ուկրաինայի եւ Եվրոպայի աջակցությունը։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն շեշտել է. ուկրաինացիներն արդար խաղաղություն են ցանկանում, բայց խաղաղությունը չի կարող կապիտուլյացիա նշանակել։ Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել է, հարցը վերաբերում է նաեւ Եվրոպայի անվտանգությանը։ Հետևաբար ակնկալվում է, որ իրենց հետ եւս պետք է խորհրդակցեն։ Իր հերթին Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն նշել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը երկրում կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը չի կասեցնի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։ Նրա խոսքով դա ճնշման վերջին միջոցն է, որին դիմում է Բրյուսելը, քանի որ մյուս բոլոր գործիքները սպառվել են։ Կոբախիձեն նշել է, նման քայլը կլինի ոչ պրագմատիկ։ Նա անդրադարձել է նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հայտարարությանը, որ Եվրամիությունը մտադիր է ավելացնել օգնությունը Վրաստանի քաղաքացիական հասարակությանը։ Կոբախիձեի խոսքով սա վկայում է այն մասին, որ Եվրամիությունը փորձում է նորից անկարգություններ կազմակերպել Վրաստանում եւ այդ նպատակով ցանկանում է սև փողեր բերել երկիր։ Նա հավելել է, ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով արտերկրից Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու 5 փորձ է կանխվել։ Ավելի վաղ Եվրամիության պաշտոնյաները հայտնել էին, որ Վրաստանի նկատմամբ վիզայի ռեժիմի կասեցումը կարող է տարածվել միայն որոշ խմբերի վրա։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։